13 июня 1992 года пал Шаумянский район. Под напором превосходящих сил врага армянские бойцы отступили. Но был среди них воин, который не мог смириться с тем, что теряет эту землю. И он один ушел биться с врагом на вершину горы Джамбаз. Больше его никто не видел. Он словно орел растворился в небе. Его так и называют орел Джамбаза. Его имя было Կարոտ։ Կարոտը կատարել է մի քայլ, որը ընդունակ է խելահեղ քաջությամբ ընդունակ մի մարդ, ինքնազոհության գնացող մի մարդ։ Պատկերացնում եք, նա միայնակ բարձրացել եւ հասել է մինչեւ հենակետեր, որտեղ որ արդեն հեղեղված են ռուս այդ բերետավոր զինվորներով եւ ազերի զինվորներով։ Կարոտը ինքը պարտվելու բանը չէր կարող տանել, ինքը չէր կարող հասկանալ պարտություն ինչ է։ Երկրորդը Կարոտը չէր կարող տանել, որ ինքը զինվոր է, թողե զոհված զինվոր պոստում։ Նպատակը իր այն էր, որ ինքը իր զինվորին պետք է բերի, վերջի մարտը ինքը պետք է լինի։ Կարոտ Մկրտչյան, Պրոշյան գյուղի դաշնակցական ջոկատի հրամանատար, Արցախյան ազատամարտի առաջին եւ ամենավառ մարտիկներից մեկը։ Նրա անունը նվիրական դարձավ բոլոր նրանց համար, ովքեր պայքարում էին նրա կողքին, ովքեր ճանաչում էին նրան որպես զինվորի եւ որպես մարդու։ Բնատուր առաջնորդ, օժտված հրամանատար լինելով, ապշեցնում էր ինքնամոռաց հայրենասիրությամբ եւ ազգային գաղափարներին նվիրվածությամբ։ Նրանում ներդաշնակվում էին արտաքին եւ հոգեվոր գեղեցկությունները, խելքն ու ուժը, բարությունն ու խիզախությունը։ Կարոտն ասել ժողովրդական հերոսների մասին պատումներից էր դուրս եկել եւ ինքն էլ լեգենդ դարձավ։ Նրա մտավոր հարուստ կարողությունը եւ ֆիզիկական հրաշալի տվյալները իրոք նրան անհաղթ ռազմիկի հրամանատարի առաջնորդի կեցվածք էին հաղորդում։ Կարոտի հերոսությունը ամբողջ Շահումյանը, Ղարաբաղը եւ Հայաստանը գիտի։ Այդտենց նվիրված տղաներ մենք շատ ենք ունեցել, բայց իրա մակարդակի Կարոտը, Պետոն, Հրաչը, Թաթուլը, Շահինը ես կարամ մի քանի հոգի մատներիս վրա ասեմ։ Երևի այդ ձևի բան քիչ մարդիկ կանեն։ Բայց ինքը արեց հերոսի հրամանատարի իսկական հրամանատարի գործը արեց ինքը։ Եվ իր անզուգական պարով զանազանվում էր մյուսներից։ Եվ ինքը ֆիզիկապես շատ հզոր էր, շատ գեղեցիկ տղամարդ էր, բարձրահասակ։ Քրիստոսի դեմքով այդպիսի անձնավորություն էր։ В село Прущан в 1965 году из Сирии приехала семья Мкртчян. Их называли репатриантами. Да, они вновь приобрели Армению, но могли ли забыть родной Сосун, потерянный в 15 году? Здесь они построили свой новый дом, но навсегда сохранили память об отчим доме в Западной Армении. Հայրս ինքը փնիկ դալվորցի է եղել։ Դալվորի ծնունդն է մերս Տիգրանագերտ է ծնվել, Գևորգ Չաուշի դոհմից է եղել, քուրդերը ովքեր հող ունեին, անուն ունեին, բոլորին սպանել են, մաքրել են։ Թակուբեր ինչ որ բրծել են այդ արխավիրքից, Եսը մենք դրանց արթունքներ ենք որդիները։ Պապս է տեղափոխվել Տիգրանագերտ, հետո ամուսնացել այնտեղ։ Տիգրանագերտում ունեցել են երկու զավակ, մի աղջիկ մի տղա, առաջինեկը մահացել է իրանց, հետո ծնվել է մի աղջիկ, հորաքույրս, հետո հայրս է ծնվել։ Տարի կես կան հասակում, նորից թուրքերը ընկել են հայրին են մանեկել, որ նորից վնասազերծեն, այսինքն սպանեն։ Այնտեղի մոտիկ քրդեր են եղել, որ պապիս ընտանիքի հետ շատ մոտ են եղել, որպեսզի չվնասվի այդ ընտանիքը, շատ են սիրել այդ ընտանիքը, իրան գաղտնի տեղափոխել են Սիրիա, անցկացրել են Սիրիա, Ղամիշլի քաղաք։ Կարոտի պապը Մովսեսը կոտորածից փրկվելով ապաստան գտավ Սիրիայի հյուսիսում Էլ-Քամիշլի քաղաքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ սկսվեց հայրենադարձության ալիքը, Մկրտչյանների ընտանիքը ստիպված եղավ երկար սպասել իր հերթին։ Մովսեսի որդին Հովանեսը Հայաստան եկավ 1965 թվականին։ Որդին Կարոտը 2 տարեկան էր։ Հայաստանից դելեգացիան գնացել էր, որ հայերին տեղափոխեին Հայաստան։
ովքեր որ ցանկանում են։ Դե միանշանակ բոլոր հայերն էլ ցանկացել են հետ վերադառնալ հայրենիք։ Քիչ բերել են մերոնց հերթը հասել է 65 թվին։ Ու շատ ժամանակ կարոտը միշտ հարց է տվել հորեղբորս, ինչի հոպար, անունս դրել ես կարոտ։ Ով գրում է Մկրտչյան կարոտ, հարցնում է, ինչ անուն է էսի, խի կարոտ, էլի, ասեն կարոտ չի, կարապետ չի, կարեն չի, խի կարոտ։ Ասում եմ, ժամանակ մենք հայրենիք պետք է վերադառնայինք հայրենիքի կարոտից, ոնց որ ասած, այդ կարոտը քո մեջ ունենք։ Ընդհանրացրեցինք, անուն դրեցինք կարոտ։ В этом доме рос Корот. Здесь он слышал рассказы отца и матери о родном крае Талвурик. Корот, чье имя дышало болью и памятью о потерянном крае, уже тогда поклялся себе, что покуда он жив, Армения больше не потеряет ни пяди своей земли. Դե իրանք մեզ միշտ էլ պատմել են, որ մեր ընտանիքը ընդեղ, մեր գյուղը հերոս գյուղ է եղել, մեր ընտանիքը հերոսների ընտանիք է եղել, միշտ էլ մենք թույլ չենք տվել, որ ասենք թշնամին ոտքը դնի մեր տունը, մենք իծնը այս տան մեջ միայն լսել ենք հայրենասիրական երգեր, միայն լսել ենք, որ մեզ ջարդել են, կոտորել են ժամանակին, միայն լսել ենք, որ մենք ունենք թշնամի, որի անունը թուրք է, ու այսօր նորից այդ նույն թշնամին ուզում է ոտնձգություն անի մեր հողերը։ Կարոտ միշտ էր ասում, որ 700 տարի մեզ կոտորեն, նսեմացրել, ցածրացրել են, ու 15 թվի ցեղասպանության օրերը ինքը չի ուզում նորից տեսնի, ինչ որ իր պաբերն են տեսել, ինչ որ իր պաբերն են տեսել։ Իմ անունն էլ դրել են Ղուկաս, որովհետև հայրիկիս հորեղբայրը այն ժամանակ կապված է եղել ֆիդայիների հետ Սասունում, Տալվորիկում, իրանց հետ է եղել Ղուկաս անունով, ու ինքն էլ մինչև հիմա անհայտ կորած է։ Ինքն էլ ֆիդայիներ հետ որ եղել է, մասնակցել է այդ ամեն ինչին, ու մինչև հիմա չգիտեն իր ճակատագիրը ոնց է։ Ոչ մեկ չի ասել, որ զոհվել է Ղուկասը, նորից անհայտ կորել է։ Հիմա այդ նույն ճակատագիրը կրկնվեց աղբորս Կարոտի պահով։ Հիմա ոչ մեկ չի կարող ասել, որ Կարոտին տեսել են զոհված կամ խփվեց կամ ընկավ։ Այստեղ Պրոշյանում է մեծացել եւ սովորել Կարոտը։ Արդեն մանուկ հասակում դրսևորվեցին նրա գլխավոր հատկանիշները՝ խելացիությունը, բարությունը, գթասրտությունը, համեստությունը, աշխատասիրությունն ու հայրենասիրությունը եւ ընկերություն անելու ունակությունը։ Մինչև վերջին պահը նրա լավագույն ընկերը համադասարանցին էր, Ղարաբաղյան պատերազմի եւս մեկ լեգենդ՝ Պետրոս Ղևոնդյանը։ Առաջի դասարանից իրար հետ են սովորել մինչև 10-րդ дасարան։ Միասին сովորել են, միասին ավարտել են, միասին էլ գնացել են ընդունվելու, պետիկը ուրիշ ֆակուլտետ ընդունվել, ինքը ուրիշ ֆակուլտետ։ Кто мог догадаться, что годы спустя они станут гордостью не только села, но и всей Армении, что их имена навсегда войдут в летопись армянского народа как имена героев? Знал ли Корот, что предначертано ему в этой жизни? Чувствовал ли он, что его ждет путь защитника Родины? Родовая память велела ему быть могучим телом и духом. И его дух закалился сасунскими легендами и песнями, а тело обрело силу в занятиях вольной борьбой и карате. Մենք այդ ամեն ինչը հասկանալով, այդ դաստիարակությունը տան մեջ առնելով, լսելով երգերը, իմ ծնողս միշտ այն ժամանակ կոմունիստների ժամանակ որ երգում էր հայրենասիրական երգեր, Քաջ Անդրանի, Գևորգ Չաուշ, կողքից ասում էին մի երգի, թե չէ հիմա կգան կբռնեն կտանեն, չի կարելի։ Որ նոր էին եկել, իրանք չգիտեին, որ ստեղ չի կարելի հայրենասիրական երգեր երգել։ Իսկ դա մենք այդ երգերի տակ մեծացել ենք, այդ պատմությունների տակ մեծացել ենք։ Կարոտ Մկրտչյանը 2 տարի ծառայեց խորհրդային բանակում։ Բարեխղճորեն էր ծառայում։ Նրա աշխարհ հայացքն էր այդպիսին։ Հայ տղամարդը պետք է հմուտ զինվորական լինի։ Կարոտն ամեն ինչում էր կատարելության ձգտում, այդ թվում զենքին եւ ռազմական տեխնիկային տիրապետելու գործում։ Բանակից վերադարձավ ավագ սերժանտի կոչումով։ Ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետ։ Գերազանցիկ ուսանող էր։ Պահանջկոտ լինել սեփական անձի հանդեպ, ամեն ինչ անել ամենաբարձր մակարդակով։ Սա էր Կարոտի կյանքի կանոնը։ Եվ նա դարձավ փայլուն ինժեներ, բայց երկար աշխատել չհաջողվեց։ Սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Чтобы быть настоящим патриотом, мало любить Родину. Нужно быть готовым ее защищать. На требования справедливости и свободы у векового врага был всегда один ответ – насилие. Корот и его друзья были готовы к этому. Գրիվը խաղ ու բար չէ, գրիվը քաջերի ճանապարհն է, ու իրենք գիտեն, իրենց կյանքը կարող է մի րոպե մի ժամ լինի, մենք ամեն ինչ գիտենք, բայց հայրենիքը հերոսներին էր կանչում, իր որդիներին,
որ դուք պետք է փրկեք։ Այսինքն հայրս գիտեր, որ իր օջախում պետք է ծնվեն հերոսներ, հայրենիքի պաշտպաններ։ Ինքը ճիշտ է կավա ցույց չտար, բայց հոգով ինքը ուրախ էր, որ իր տղան հերոսա, ազգի պաշտպանա, կտրիչա, ոչ թե վախ։ Նոր սկսվել էր Արցախյան շարժումը, երբ նա արդեն գիտեր, որ Արցախը պետք է պատրաստվի ինքնապաշտպանության։ Հենց այնպես Արցախին որևէ մեկը անկախություն չի շնորհելու, ոչ էլ թույլ կտան, որ նա մասն կազմի Հայաստանի Հանրապետությանը։ Եվ նա դեռևս շարժման սկզբներին արդեն գնացել էր Ղարաբաղ։ Մի օր էլ միասին իրենց տանը էինք, արդեն պետք է դուրս գայինք, որ գնանք Ղարաբաղ։ Իր հայրիկը ասեց, կարոտ զենք չունեք, հրացանով գնում եք։ Ինչ ասեց, հայրիկ, մենք առանց զենքի էլ կհաղթենք ադրբեջանցիներին։ Դեռ 1989 թվականին Կարոտն ու Պրոշյանցի 5 ընկերները մեկնեցին Ղարաբաղ, Հադրութի շրջան։ Այստեղ տեղի ինքնապաշտպանության մարտիկների հետ նրանք մարտական առաջին մկրտությունը ստացան Քյուրաթաղ եւ Ուխտաձոր գյուղերի պաշտպանության գործում։ 1990 թվականին նրանց փոքրիկ ջոկատը գնաց սահման, նոյեմբերյանի շրջան։ Պրոշյանցի տղաներն այստեղ եւս աչքի ընկան, պաշտպանելով սահմանը մերձ ամենախոցելի գյուղերը՝ Ոսկեպարն ու Մովսեսը։ Մոտ 25-ից 30 երիտասարդ հավաքվեցին Պրոշյանից եւ գնացին Մովսես գյուղ։ Մի որոշ ժամանակ հետո 90 թվականին նորից մեզ ուղարկեցին նոյեմբերյանի շրջան Ոսկեպար Բաղանիս գյուղերի պաշտպանության։ 1990 թվականի մայիսի 10-ին Կարոտ եւ իր 19 արդեն զինակից ընկերները Պրոշյանում Հոիդա մարտական ջոկատ հիմնեցին եւ երթվեցին մինչեւ վերջին շունչը ծառայել ժողովրդին ու Հայաստանի ազատագրման գործին։ Ջոկատի հրամանատար ընտրվեց Կարոտ Մկրտչյանը, տեղակալ Պետրոս Ղևոնդյանը։ Кто мог знать, что этот маленький отряд из села Прущан станет одним из самых боеспособных и востребованных подразделений Карабахской армии, а его командирой – настоящие легенды. Прущанские ребята стали достойными наследниками своих дедов Федоинов. Կարոտի մասնակցությամբ մղված կռիվների մասին բոլոր նրանք, ովքեր որ ականատես են եղել եւ մասնակից են եղել, բոլորի կարծիքը միակն է։ Այդ բոլոր կռիվներում Կարոտը եւ նրա գլխավորված ջոկատը ամենավճռորոշ դերակատարություն են ունեցել։ Այտենց տարածք չի եղել, որ Կարոտը մասնակից չլինի։ Եվ տեղի բնակչությունը Կարոտին հարգում էր, սիրում էր իր հերոսությամբ, քանի որ յուրաքանչյուր գյուղացի տեսնում էր իր խիզախությունը, իր նվիրվածությունը, իր հայրենասիրությունը։ Այն ժամանակ Ղարաբաղից առաջին, որ եթե մարտական ջոկատներ էին պահանջում, առաջինը հենց Կարոտի անունն էին տալիս։ Բոլորը Կարոտի ջոկատ, Կարոտի ջոկատ, Կարոտի ջոկատ։ 90-ի աշնանը Դաշնակցություն կուսակցությունը Պրոշյանի ջոկատն ուղարկեց Շահումյանի շրջան։ Կարոտն ու իր մարտիկները գյուղերում ինքնապաշտպանական խմբեր էին կազմակերպում եւ մարզում։ Պետք եկան եւ բանակում ծառայելու փորձը, եւ սպորտային ու մարտական մենամարտի վարպետությունը, եւ Հադրութում ու նոյեմբերյանում ձեռք բերած ռազմական ունակությունը։ Քանի որ Կարոտը հրաչը եւ բետոն սպորտսմեն տղաներ էին, Շահումյանի ջոկատները իրանք պատրաստում էին կրակելուն, մարտական պատրաստվածությանը։ Можно представить, с какими глазами смотрели шаумянские мальчишки на прибывших из Армении настоящих богатырей, владеющих оружием, борьбой и приемами карате. И не было границ их радости, когда Карот сам начал учить детей этим чудесам. А еще он учил шаумянских школьников своим любимым сасунским песням. Կարոտը ճիշտ ասած շատ ավելի արժևորում էր իր երգը, քան թե իր վարած կռիվները։ Նա ասում էր դու իմ կռիվներ բոլորն են կռվում, բայց իմ երգը շատ ավելի կարևոր է։ Հայրենասիրական ոգով դաստիարակելու հայրենասիրությունը երգի միջոցով մարդկանց երիտասարդության երեխաներին ներարկելու խնդիրն էր դնում, որին նա շատ մեծ կարևորություն էր տալիս։ Գարնանը Ադրբեջանը խորհրդային զորքերի հետ սկսեց օղակ գործողությունը։ Պրոշյանի ջոկատն ուղարկվեց Գետաշենի ենթաշրջան։ Գետաշենի պաշտպանությունը ղեկավարում էր Թաթուլ Կրպեյանը։ Նա էլ Կարոտին հանձնարարեց Արաբո ջոկատի եւ հրազդանցի մարտիկների հետ պաշտպանել Մարտունաշենը։
3 ջոկատներին միասնական հրամանատար էր պետք։ Հրամանատար դարձավ Կարոտ Մկրտչյանը։ Երբ որ ժամը 6-ին ես հետ եկա, ողորմածի գրաչի հետ, ասեցի, որ Կարոտ մոտ 50 տանգով մեզ շրջապատում են արդեն Արարատը դեռ քնած էր, կիսա քնած, սենց արեց, չէ, մի 100 տանգով, բանը, որ Աղվանստան ծառայելը գիտի նման քանակի վրա, այդքան զորք չեն ուղարկել։ Ու ես ասի ուզում ես աշկովը տենաս, բավարարա պատուհանդ բացի, Արարատ։ Կացո օպերացիան սկսվեց։ Մեր դիմադրեցինք, արդեն ելք չկար, գյուղացիները ճիշտ ասած ասում էին հավելավ է չդիմադրեք, բոլորիս կկոտորեն։ Ես որ հաշվում էի 28 մարտական ուժ էր աշխատում այդ ամբողջ օմոնականների դեմ։ Մարտը շարունակվավ առավոտ ժամը 5:30-ից մինչև ժամը 10-ը դադար եղավ, միկրոֆոններով մեզ առաջարկին հանձնվելու։ Ապրիլի 30-ին Կարոտը այդ իրանց առաջարկին ուղարկեց պատգամ գնդացրի կրագահերտով։ Նորից սկսեցին ուղաթիռներ մեր վերաբերել։ Ուղաթիռները եկան տեսան, որ չէ, էլի չեն կարողանում, մի քանի զրահամեքենա բետերները վառվում էին արդեն գյուղում, իրանք որոշեցին արդեն տուն արդուն քանդելու և մեզ ուղագի վախուցնելու։ Երբ որ գյուղապետիկին եկավ, Կարոտին տեսավ, ձեռքը համբերեց Կարոտի, Կարոտը նեղվավ։ Ասեց, մայրիկ ջան, ես ինչ ես անում։ Ասեց, Կարոտ ջան, ասեց, դու արի մենակ իմ այգին նայի, այնքան դիագներ են լծված օմոնի, որ ասում է, ես չէի կարա պատկերացնել, որ դու կարող եք ձեր ասածի տերը մենք, որ ասի գյուղը թող ինձ, մենք կանենք ամեն ինչ գյուղը պահելու համար։ Չնայած ուժերի հսկայական առավելությանը, Գետաշենից և Մարտունաշենից հետո խորհրդային զորքերի և ադրբեջանական օմոնի հաջողությունները սահմանափակվեցին օգոստոսին ևս 3 հայկական գյուղերի գրավումով։ Բայց արդեն սեպտեմբերին հայկական ջոկատները, որոնց թվում էին Կարոտի մարտիկները, դուրս շպրտեցին թշնամուն Բուզլուխից, Մանաշիդից և Էրքեջից։ Ինքը բնավորության շատ հանգիստ բնավորություն ուներ, լարակյալ ժպտով, ժպտերես, ընկերների նկատմամբ շատ նվիրված, հոգատար, այսինքն ինքը ոնց որ ծառայեր, ոչ թե ինքը հրամանատար, ինքը իր ընկերներին ոնց որ իր օրինակով ծառայության ցույց տալ ընկերության։ Կարոտը մի հատ բանն էր, որ ինքը ամենաառաջ մտնում է կռվի դաշտ, ամենավերջինը դուրս է գալիս ու իր հետևում ոչ ոքի չի թողնում։ Բոյերի ժամանակ շատ արագաշար։ Նայում ենք, որ ինքը շատ հանգիստ, քայլելուց, խոսելուց, հանգիստ է։ Հիշում եմ, որ ես հիվանդ էի, Կարոտը ինձ ոնց որ իր սեփական երեխուն շորերս, քրտնած շորերս հաներ, գուպա, տագի շորեր, լվացներ, հագցներ, սաղ գիշեր ինքն ու Արարատը իմ կողքին Մանաշիդի վրանների մեջ նստած երեխու պես նայել է։ Энергичный, спокойный и уверенный в себе. Он заражал этой уверенностью и других. Как говорил его заместитель, легендарный Петрос Гевундян, с Каротом любое задание выполнить очень легко. В его присутствии гибель исключена. Կարոտը որպես մարդ, որպես ազատամարտիկ իրոք անփոխարինելի էր։ Բոլորը, ովքեր որ շփվել են Կարոտի հետ, անառարկելիորեն լսում եւ ենթարկում էին նրան։ Նա բնատուր առաջնորդի այդպիսի հատկանիշներ ուներ։ Կարոտը դարձավ Աշոտ Ղուլյանի լեգենդար Բեկորի Ստեփանակերտի առաջին վաշտի առաջին գրոհային դասակի հրամանատարը։ Նա իր մարտիկներին գրոհի էր առաջնորդում դեպի Լեսնոյ, Խոջալու, Մալիբեյլի եւ Ումուդլու։ Ամեն ուրեք, որտեղ եղել է Կարոտը, հաղթանակ է եղել։ Մոտենում էր Շուշիի ազատագրման հերթը։ Կարոտը երազում էր մասնակցել այդ գործողությանը, բայց Շահեն Մեղրյանի անձնական խնդրանքով պրոշյանցիների ջոկատը կրկին ուղարկվեց Շահումյան։
Неужели Корот, Пето и другие бойцы отряда не мечтали стать освободителями Шуши? Но именно потому, что умели выполнять приказы, они считались образцовыми солдатами. И еще они надеялись вернуть Геташен и Мартунашен. Իդեպ Շահումյանում կարոտի մուտքը միանգամից տարածվում էր։ Պատմում են, որ բոլորը ասում են կարոտն է եկել, դա ոգի էր ներշնչում, հույս էր ներշնչում, որ Շահումյանը կմնա անձեռնմխելի, ազերի որևէ ուժ չի կարող հաղթահարել Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի դիմադրությունը, եթե այնտեղ կարոտն էր։ Ես այդտեղ հարցրեցի Շահին, ինչի Մարտունաշեն Գետաշենը չես ուզում, ասաց, եթե ինձ տակ կարոտ Պետոյի ջոկատի նման եւս մի ջոկատ անպայմանորեն ես վերցնեմ Մարտունաշենը, Գետաշենը, մտածենք մյուս գյուղերի մասին։ Կարոտի ջոկատը դիրքավորվեց Բուզլուխի մոտերքում, Անտարապատ լեռան Ջամբազի գագաթին։ Նրանք պատրաստվում էին Գետաշենի գյուղերի ազատագրմանը։ Մի քանի 100 հայ լավագույն մարտիկներ միայն հրամանի էին սպասում։ Ադրբեջանը նույնպես պատրաստվում էր հարձակման։ Եվ Շահումյանի սահմանների մոտ կենտրոնացրեց ոչ միայն իր հազարավոր զինվորների, այլև վարձկանների ռուսական դեսանտային եւ մոտոհրաձգային դիվիզիաները։ Հարյուրավոր տանկեր եւ զրահամեքենաներ, հրետանի եւ գրադ կայանքներ, մարտական ինքնաթիռներ եւ ուղաթիռներ։ Այս ամենը հայկական կողմի ունեցած միակ տանկի, մի քանի զույգ զրահամեքենայի ու հրանոթի եւ մի քանի ականանետի դեմ։ Չալյան Սերգեն Շահեն Մեղրյանի հետ եկան մեր մոտ։ Կարոտը քարտեզին նայելով ասեց Շահեն, եթե մենք վաղը իրենց չխփենք, երկու օր հետո շատ ուշ կլինի մեր համար։ Корот, как и многие, знали, что противник готовится к наступлению. Он был убежден, что если армяне первыми начнут наступление, победа будет за ними. Он считал, что промедление смерти подобно, но приказа о наступлении так и не последовало. И пришло 13 июня. Բարձացել ենք դիրքեր, ժամի 5-ի կողմերն էր, լույսը նոր բացում էր, սկսվեց արդեն կրակոցները։ Դիմացից տեսնում ենք, որ տեխնիկան ցեպտված գալիս է պեխոտնել հետևից։ Երբ որ ես իջա հասա շտաբ, կարոտը օթանավ եկավ, Սու-24-ը, կարոտը իգլայով դուրս վազեց։ Հանդիպանք իրար, ասի կարոտ ինչ ենք անում, ասեց մնա իմ հետ, հետո կասեմ ինչ ենք անելու։ Սկսեց պատերազմ, դե բնական է, գրադ կայան, սամալյոտ, մեզ սամալյոտ սու չէի տեսել, տեսա որ եկավ, որ խացա որ իմացա մերն է, բայց ռմբագոծեց մեր վրան։ Տանկեր, շատ հրանոթներ, ինչ զենքի տեսակար օգտագործեցին մեր վրան։ Հիմնականում տեխնիկաներ էին, ռուսական զորքներ, ասեմ ձեզ է։ Վերցրին Շահումյանը տվին Ադրբեջանի նվեր։ 92 թվականի հունիսի 13-ին ադրբեջանական խմբավորումը ողջ զորությամբ հարձակվեց Շահումյանի շրջանի վրա։ Ինչ կարող էին անել հրազենով զինված մի քանի 100 խիզախ տղաները։ Մի քանի ժամ անց նրանց դիմադրությունը կոտրվեց։ Ողջ մնացածներն ապահովում էին խաղաղ բնակչության հեռանալը, որին կոտորած էր սպառնում։ Կրկնվում էր 1915 թվականի պատկերը։ Պայքարեցինք, դիմադրեցինք ինչքան կարողացանք, ինչև 8-9 կողմերը դիմադրեցինք, արդեն իրենք տեխնիկայով մոտեցան մեր դիրքերին։ Ասում են ցեղասպանություն աշկերովս գախտը տեսա ես։ Այդ կա ժողովուրդ մեծ, ծեր, անտառներով դուրս էին գալիս։ Պրոշյանի ջոկատը դեռ դիմանում էր Ջամբազ լեռան վրա, սակայն ռազմամթերքը սպառվում էր։ Կարոտը գնաց Շահումյան փամփուշտներ բերելու եւ հետագա ցուցումներ ստանալու։ Նա շուտով վերադարձավ, բայց ջոկատն արդեն ստիպված էր թողնել դիրքերը եւ թշնամին գրավեց Ջամբազը։ Այնտեղ դիրքերում մնացին նրա ջոկատի 2 զոհված տղաները։ Չէր կարա թողներ հիվանդ ընկեր հետևում։ Նամանավանդ, որ իրան հայտնել են, որ 2 զոհ ունի, ու թուրքերը պոստը գրավել են, ինքը չէր կարա տաներ այդ բանը, որ իրան զինվորին թուրքերը պետք է տանեն։ Բնավորության մեջ նաև իր մեջ կար մեծ կրակ, որ երբեք պարտություն չէր ընդունում, ու ինքը այդ տեսակին չէր պատկանում, որ ինքը
պարտություն ընդունի։ Корот не мог оставить эту землю. Он не мог бросить своих ребят, пусть даже мертвых. И поднялся на Джамбаз. Ушел в одиночку воевать с врагом, с автоматом и 5 магазинами патронов. И на вершине Джамбаза вновь завязался бой. Больше Корота никто и никогда не увидел. Կարոտը ինքը որոշել է պետք է անպայմանորեն բարձրանալ այդ հենակետերը, տեսներ ինքը։ Սա բնորոշ է հերոսին։ Հերոսը պարտության ահա այդ մտքի հետ չի կարող հաշտվել։ Եվ կարոտն էլ պարտության հետ չէր կարող հաշտվել։ Նա պետք է բարձրանալ այդ հենակետերը։ Ինքը ոչ մի դեպքում չէր պատկերացնում, որպեսզի այդ բարձունքները մենք կարող էինք զիջեինք։ Չէր պատկերացնում եւ ինքը ոչ մի դեպքում իր զինվորին չէր թողի գերության մեջ։ Ու այդ բային նկատեցինք ինչ որ մեկը երկու արկղ փամփուշտ ձեռքը բաց տարածքով բարսանում է։ Պետոին հետ զարմացած ասում ենք, հեսա կխփեն էս։ Էսով է սենց բարսանում, բանց բարձում է որ կարոտն է։ Հասնում ենք պոստերը, կարոտենձնից մի 50 մետր առաջ անցնում է դեպի խրամատները, ես չեմ կարող անցնեմ, արդեն ինձի պահում են թուրքերը։ Առանձին մարտեր է սկսում, կարոտն են կողմ, ես ես կողմ։ Առանձին։ Ու դեն շարունակվա մի 15-20 րոպե։ 20 րոպեից հետո ես էլ ոչ մի բան չեմ հիշում։ Իմ մոտ ինչ որ սնարյադ է, բայց ես ընկած եմ եղել, տղեկ ինձի քաշել են։ Հետո հարցրել եմ ինչ եղավ կարոտը, որ ուշքի եմ եկել։ Ասել եմ, որ կարոտը անտառում է, դե որ ասենք անտառումը արդեն ստե մնալ է երևի առանց պատրոն, առանց որևէ մի բանի անիմաստ է։ Ու տենց հետ են քաշվել դեպի Վերիշեմ։ Վերիշեմից Գյուլիստան, տենց ֆոտո, ու տենց էլ չիմացանք ինչ եղավ։ Կարոտի մասին մտքերով պրոշյանցի տղաները մինչև վերջ անցան հաղթանակի ճանապարհով։ Նրանք եւս մեկին կորցրին։ Լեգենդար հրամանատար Պետոին, սակայն Ղարաբաղյան բանակի լավագույն ջոկատներից մեկը մնացին։ Քելբաջար, Մարտակերտ, Կուբաթլի, Ֆիզուլի, Օմար։ Ամենուրեք արժանի եղան իրենց առաջին հրամանատարի հիշատակին։ Նրանք այլևս չնահանջեցին։ Они снова вместе. Воины, победители, не успевшие увидеть победу. Молодые, мужественные, прекрасные. Они ценой жизни вырвали у судьбы эту победу. 100 տարին մեկ է ծնվում նման տղաներ ու ամենաերջանիկներից մեկն էլ ես եմ, որ ես ճանաչել եմ Կարոտին, ճանաչել եմ Պետոին, ճանաչել եմ Հրաչին, ճանաչել եմ մնացած տղաներին, ովքեր որ մասնակցեցին պատերազմին ու հաղթեցին։ Պրոշյանցիները երկար տարիներ փնտրում էին Կարոտի հետքերը։ Փորձում էին նրա ճակատագրի կամ վերջին րոպեների մասին ինչ-որ բան իմանալ։ Սակայն ոչ մարտի հաջորդ օրը, ոչ մեկ ամիս, ոչ մեկ տարի, ոչ էլ 20 տարի անց ոչինչ չհաջողվեց իմանալ։ Կարոտը չէր կարող հանձնվել եւ չէր կարող գերի ընկնել։ Նրան մեռած նույնպես ոչ ոք չէր տեսել։ Եվ այդ պատճառով էլ նրան դեռ սպասում են ծեր հայրը, եղբայրը Ղուկասը, քույրերը, Անուշն ու Սևանը։ Մենք այն ժամանակ էլ պետք չընդունեցինք, որ կարոտը չկա, որ կարոտը պետք է հասնի, բայց դե արդեն անցավ երկար ու ձիգ տարիներ, բայց էլի մեր հոգում, մեր սրտում ինքը պետք է գա։ Այն բանը, որ մենք մտածենք, որ ինքը չկա, այդպես բան չկա։ Ինձ համար հբարտություն է, ազգի համար է, մահը քաջերի ճանապարհն է։ Դա հնատարյան եղել է, պետք է լինի ու այդպես էլ պետք է լինի։ Այն ժամանակ էլ մեզ ասում էին, որ իսկական ֆիդային գերեզման չի ունեն, ինքնան բացի դեռ։ Грустное имя Корот обрело новый смысл и значение. Теперь оно символизирует несгибаемость духа, мужество и безграничная любовь к родине. Это имя сегодня в Прощане носят многие мальчики. Гордое, славное имя Корот. Կարոտ Մկրտչյանը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի մարտական խաչ առաջին աստիճանի եւ Հայաստանի Հանրապետության մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշաններով։ Նրա անունն է կրում Պրոշյան գյուղի մշակույթի տունը, սակայն Կարոտը որպես հայ տղամարդու կերպար, որպես ժողովրդի զավակ, որպես երկրի քաղաքացի,
գուցե ավելի մեծ հիշատակի եւ երախտագիտության է արժանի։ Корота Макарчана никто не видел побежденным или павшим на поле боя. Он, потомок героев-сосунцев, не мог смириться с потерей еще одного клочка армянской земли. Он совершил безумство, которое и называется подвигом. Корот стал примером для защитников Армении, а врагу показал, что значит настоящий армянский воин. И поэтому он герой.